Leah Beauty Academy. Beauty Academy. Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է տոնը շնորհավորեցին այդ նախագիծը։ Գիտեք, ինձ մոտ ամեն օր է տոնական, որովհետև երբ որ ունենում եմ հյուրեր, որոնք էքսկլյուզիվ են լինում եւ բացառապես սկսում են իրենց օրինակ Արշավը Հակոբովնայի եթերից, դա ինձ համար մի տեսակ թևեր է եւ հաճելի երևույթ է։ Այս ամենը ասում եմ, որովհետև ունեմ շատ սպասված հյուրեր, որոնք ունեն էքսկլյուզիվ նորություններ, որը առաջինը հնչելու է հենց 21 TV եթերում եւ ինձ մոտ տաղավարում, բայց րոպեներ անց, որովհետև ըստ ֆորմատի պետք է շնորհավորեմ օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ լավ մարդկանց շրջապատում, Աստծո օրհնությամբ, հարազատների գրկում եւ բացառապես 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ, որից հետո վերադառնում ենք տաղավար եւ անցնում ենք բուն թեմային։ Memories in my head since the day you left. Of all the things you said, all the things you said. Missing what we had. Wish we could go back to the day we met. To the day we met. We could be Wonderland, Wonderland, Wonderland. Picturing what we had, what we had, what we had. We need a second chance, take it back. Show me I'm the only one. The only one, baby. Come back to me, my baby. Come back to me, my baby, baby. Come back to me, my baby. Come back to me, my baby, baby. Oh, baby, come back to me, my baby. Come back to me, my baby. Come back to me, my baby. Maybe you'll be mine at a different time. You put up a fight to keep me by your side. Wanna believe in love, but it just always breaks my heart. We could be Wonderland, Wonderland, Wonderland. Picturing what we had, what we had, what we had. We need a second chance, take it back. Show me I'm the only one, the only one. Դե ինչ 21 TV եթերում շարունակում ենք մեր աշխատանքը ընթացքի մեջ պահպանում ենք եւ հատուկ ձեզ համար շատ լուրջ ինֆորմացիա ունեմ, բնականաբար իմ ընկերների օգնությամբ, որ պետք է հիմա ձեզ ներկայացնեմ, բայց ուզում եմ թեման առաջնահերթ ըստ ֆորմատի առանց խախտումի ներկայացնել տեսանյութի կարգավիճակով։ Դիտելուց հետո վերադառնում ենք տաղավար եւ անցնում ենք բուն թեմային։ I'm a survivor. I'm not gonna give up. I'm not gonna stop her. I'm gonna work harder.
գիտեմ, որ հենց հիմա շատ հեռուստադիտողներ ինչու ոչ շատերը նաև զարմացած են, ասում են ձին ասա, որ ճիշտ է, չեք հավատա, ես ասում եմ, որ այս ամենը իսկապես արդեն մեկնարկում է, ընդհանրապես եւ թե մեկ օրից այս հարցերի պատասխանները կստանամ, բայց որ գալիս է նոր երևույթ եւ վստահ եմ շուկան գրավելու է մեկ օր անց, դա փաստ է, որովհետեւ եթե դուք հիմա լսեք բոլոր այն ինֆորմացիան, որ ներկայացնում են, դուք ինձ հետ կհամաձայնեք, բայց ըստ սահմանադրական օրենքի ես ներկայացնում եմ նրանց ճիշտ ձևաչափով։ Հյուրընկալել եմ City Mobile ընկերության PR տնօրեն Սվետլանա Վարդանյանին եւ գովազդային ներկայացուցիչներին, ամբասադորներին Սարգիս Մելքոնյանին եւ Կարլեն Սարգսյանին։ Ողջույն ընկերներից, բարի գալուս ձեզ։ Շնորհակալ ենք ձեզ, բարի գալուս։ Երբ որ ես ձեր ընկերության մասին Սվետլանա ջան տեղեկացվեցի, չեք կարող պատկերացնել, թե ես ինչպես էի շփվում ձեր ղեկավարության հետ, այն որ հարցերի տեղատարապ, իսկ ինքը ամեն անգամ ինձ ասում էր, բայց ինչ ան, համբերի էլի, մեկ օր հետո երեխեքը կգան, ամբողջությամբ քեզ կպատմեն։ Ուզում եմ սկսենք ամենասկզբից։ City Mobile ընկերություն։ Ինչ իրենց ներկայացնում։ City Mobile-ը տաքսի ծառայություն է։ Հայաստանում 2025 թվականի սեպտեմբերի 15-ից է որ գործում ենք, ամբողջովին հայկական ընկերություն է, հիմնադրվել է հայերի կողմից, բացառիկ ընկերություն է, սկսում եւ իր մեքենաներով, հարմարավետությամբ, անվտանգությամբ, նոր բացառիկ ձևաչափով ենք հանդես գալիս, այսինքն հաճախորդները ստարտը մեքենայի սակագինը սկսվում է 100 դրամից։ Լսեք, 100 դրամից։ Այո, մի հապաղեք, ներբեռնեք մեր հավելվածը եւ ձեր ուղևորությունները սկսեք 100 դրամից։ Սա ու նույն ձևաչափը պահպանվելու է, այսինքն չի փոխվելու, սակագները չեն բարձրանալու, չի թանկանալու, 100 դրամը ինչպես կա, այնպես էլ պահպանվում է։ Եվ սա միայն հաճախորդների համար չէ, այսպես ասած, լավ, մենք նույն լավ տարբերվող եւ շատ լավ պայմաններ առաջարկում ենք նաեւ մեր վարորդների համար։ Վարորդների համար առաջարկում ենք 13% ֆիքսված տոկոսներ, այսինքն այսպես City Mobile-ը վարորդներից գանձում է ընդամենը 13%, որը շուկայում այսօր ամենացածրն է։ Իհարկե, այստեղ ուշադրություն պետք է հրավիրենք այն փաստին, որ տաքսոպարկը կարող է ավելացնել իր տոկոսը, բայց աստղաբաշխական տոկոսներ չեն լինելու, այսինքն մենք աշխատում ենք օգուտ վարորդի համար։ Երկրորդ պարագայում այստեղ կայունությունն է մեր կողմից արդեն մենք ապահովում ենք կայուն աշխատանք վարորդների համար, այսինքն վարորդները գրանցվելով City Mobile-ում կարող են չանհանգստանալ իրենցից գանձվող այլ հարկերի, տոկոսների եւ այլնի մասին։ Ունենք բոնուսային շատ ճկուն համակարգ, որը նույնպես առաջարկում ենք վարորդներին։ 20 տաքսոպարկ է գործելու, այսինքն այլ տաքսոպարկեր, հարյուրավոր թվերով, հազարավոր թվերով չեն լինելու, ընդամենը 20 գործընկերներ ենք ունենալու շուկայում, դրանով էլ մենք ապահովում ենք մեր վարորդների անվտանգությունը եւ վստահությունը, այսպես ասած, քանի որ յուրաքանչյուրը մեզ համար շատ կարեւոր է։ Հաջորդը մեր առավելություններից է խոսում, հաջորդը գումարը, վարորդի աշխատած գումարը միանգամից անմիջապես առանց միջնորդների իր դրամապանակին է փոխանցվելու։ Այսինքն որևէ միջնորդություն մենք այստեղ չենք ունենալու, ինքը անմիջապես կառավարում է իր գումարը։ Լավ։ Իսկ մյուս պարագայում տաքսոպարկերում գրանցված վարորդները հնարավորություն են գրանցվելու միայն մեկ տաքսոպարկում։ Այսինքն չեն կարող գրանցվել բոլոր 20 տաքսոպարկերում։ Ավտոմատ համակարգը ինքը թույլ չի տալիս տարբեր մուտքեր եւ դու ընդամենը մեկ տեղ ես գրանցվում, դա արդեն հարգանքն է մեր կողմից, մեր գործընկեր տաքսոպարկերին, ավելի ճիշտ արդյունավետ ու փոխշահավետ համագործակցություն ունենալու համար եւ մեզ համար, եւ վարորդների համար, եւ արդեն մեր գործընկերների համար։ Շատ լավ, շատ հարցի պատասխանը միանգամից ստացա, բայց այնքան հարց կուտակվեց, ես ունեմ տեղատարապ հարցերի, բայց ոնց որ թե արդեն անցնում եմ մեր ձևաչափի։ Դուք միանգամից խոսեցիք վարորդների մասին, ես մի հատ անցում անենք մեքենաների։ Ձեր edge-ը, եթե մենք մտնում ենք, հիմա կարող եք ձեռքի տակ ունենալ հեռախոս, City Mobile հավաքելով, արդեն ոչ միայն ինֆորմացիա եք հաղում Instagram-ից, այլև հավելված է կարող եք, ինչի որ հենց հիմա իմ հեռախոսով դա իրականացնելու ենք։ Ես տեսա, որ ունեք դուք ֆորմատ, այսինքն մեքենան ունի իր գույները, հույսով եմ այդ մեքենաների կողքը չեն հայտնվի կողքից այն որ կոմֆորտ կամ բիզնես կլաս որ ասվում է ուրիշ մեքենաներ կպահեք չէ այդ ձևաչափը հույսով եմ որ գոնե անցնի հասկանանք City Mobile-ի մեքենան է թե ավելացումները լինելու է սխալ ասեցի
Իրականում ավելացումներ կլինեն, սակայն մենք շեշտը դնում ենք հարմարավետ, մաքուր, կոկիկ, հաճախորդի համար հաճելի ու անվտանգ մեքենաների վրա։ Այսինքն ավելացում չկա կողքերը, որ սա 100 դրամ է, բայց դու կարող եք ավելմուծել ունենալ ավելի կոմֆորտը, թե ինքը միջապ։ Չէ, կա կոմֆորտ պլյուս, բիզնես։ Իրականում Զինա ջան, կներես Ֆետա ջան, իրականում 100 դրամ սակագինը, այդ մեր կարգախոսն է այն բանա, որ ավտոբուսից էժան։ Ահա։ Դա տեսել եմ։ Դա սկսվում է ստարտ բանից, սակագնից։ Ստարտ սակագնում է գործում։ Շատ լավ։ Մնացած բոլոր սակագներներ իհարկե մեր շուկայից տարբերվում են շատ, կոնկրետ չեմ կարող ասեմ գնայինով, բայց հաստատ տարբերություն է լինելու։ Ես դա այսօր տուն գնալուց կհասկանամ։ Անպայման։ Եթե դուք չունեք ծրագիրը, ես կօգնեմ ձեզ։ Այո, խնդրում եմ իմ հեռախոսը րոպեների ընթացքում ինձ հասնել, որովհետև ես հավելվածը պետք է ունենամ, քանի որ ես այսպես ասած, այսպիսի ընկերությունների գերի եմ, իսկ ինձ ոչ միայն արդեն սենց ասեմ, պետք է հարմարավետ լինի, բայց նաև պետք է մտածեք, որ իմ աշխատավարձը չթողեմ այդ ընկերությունների, որը մի մասը գնում է, էլի, ասա տենց։ Հենց դրա համար էլ մենք Հայաստանում ենք, Զինա ջան, որ դուք չլինեք գերի, այլ լինեք մեզանից մեկը։ Շատ լավ, հիանալի է։ Դուք այսքան խոսում եք, բայց ես գիտեմ, որ հենց հիմա շատ վարորդներ արդեն իրենց աշխատանքի տեղից դուրս են գալի, որպեսզի ձեզ զանգահարեն։ Չափանիշ կա վարորդներին ձեր շարքեր ընդգրկվելու համար, այսինքն որպես վարորդ, էլի, այնտեղ չգիտեմ, տարիքային կա, կրթվածություն կա, ոնց է, թե դա կապ չունի։ Կապ չունի իրականում, կարևորը պարտաճանաչ, կոկիկ, պատասխանատու եւ իր եւ հաճախորդի եւ մեքենայի հանդեպ, պատրաստական ու ամենակարևոր աշխատելու ցանկություն ունենան։ Ու բոլորը վարորդական իրավունք իհարկե այդ բոլոր հաստատքները պետք է ունենան, այսպես ասած բոլորին չենք ընդգրկում։ Բոլոր հաստատքները, եթե ամեն ինչ կարգին է, իհարկե կարող են գալ, գրանցվել ու դառնալ մեր թիմի անդամներից որևէ մեկը։ Եվս մեկ հարց ու անցնեմ սրանքից հետ շփվելու նաև թեմային։ Ես հիմա որ տաքսի եմ նստում, շատը նաև կանայք, որոնք լուրջ վարորդներ են եւ իսկապես կներեք հարգարժան արակասերի ներկայացուցիչներ, թե մեզ են հասկանում, թե իրանք իսկապես ուզում են գումար վաստակեն, չափանիշները, չնայած ես միշտ ներողում եմ, ասում իրանք պետք է հիմա իրանք երեխեքի մոտ լինեին, բայց դա նրանք համարում են նորմալ աշխատանք ու լավ մեքենա ունեն։ Այս թեման կա թե աղջիկները մեզ մոտ չպետք է լինեն վարորդների կարգավիճակում։ Չէ, ինչու՞ չէ, իհարկե լինելու են։ Մենք այս պայծրությամբ տալիս ենք այն պայմանները, որ կան գործի։ Թե իքական սերը, թե արական սերը ցանկություն ունի մեզ մոտ աշխատելու։ Մենք այդ ամեն ինչը ստեղծել ենք։ Խտրականություն չենք դնում սեռերի միջև եւ իքական եւ արական սեռ ներկայացուցիչները կարող են։ Թե բարբոմը քշում են էլի մարդիկ։ Հա, դե ավելի լավ էլի, որ պարտաճանաչ։ Շատ լավ։ Ես Instagram-ան էջում փորփրելով բնականաբար հատիկ առ հատիկ նայել եմ ձեր բոլոր, հա, reels-երը, որովհետեւ ինձ հետաքրքիր էր եւ այս թեմաները ինձ հետաքրքիր։ Ես այստեղ նրանց չեմ կանչել, որպեսզի գովազդեմ, այլ կանչել եմ ինձ նման մարդկանց համար, հրավիրել եմ, որովհետեւ շատ են։ Առավելևս հայտնի մարդիկ այսօր մեծամասնությունը օգտվում է ոչ թե հենց մեքենաների ծառայությունից, այլ նաև հենց ձեր նման ընկերությունների, որ ուզում են նաև ապահովի գաղտնիությունը, թե ուր են գնում եւ որ համերգի տեղ ոնց դուրս գան, իմ կարծիքով այդ հաշվի կառնեք, չէ՞։ Իհարկե, ամեն ինչ հաշվի առած մենք ունենք նաև նախապատվեր ծառայությունը, որ այսինքն Զինա ջան, դուք վաղը ինչ որ ժամի պետքա դուրս գաք, այսօր կարող եք գրանցվեք, որ վաղը այս ժամին ին մեքենա լինի ստեղ։ Հիանալի է։ Մեր տան անդամներից մեկը իմ աղջիկը ամենաշատ գնում է Վանաձոր, որովհետև այնտեղ ինքը թատերական ինստիտուտում դաս է տալիս եւ իր մոտ միշտ խնդիր է առավոտյան արթնանալը եւ վարորդի հետ կապ հաստատելը։ Սարգիս ջան, գոնե մի բան էլ դու ասա Կարենետ, ինչ եք ասում, օգնում եք մեզ այդ հարցում։ Իհարկե օգտվելու ենք Զինա ջան, մենք արդեն Վանաձորում ենք, մենք արդեն Գյումրիում ենք։ Տեսել եմ, էլի որ ես բարձրացնում։ Արմավիրում ու ամբողջ Հայաստանում ենք լինելու ու հավելեմ, որ մարզերում, կոնկրետ հիմա Վանաձորում ու Գյումրիում գործում է 50 դրամից, մեր սակագինը սկսում է 50 դրամից մինիմալ արժեք։ Սա բացառիկ գին է։ Այո, բացառիկ ու չկրկնվող գին է շուկայում, որովհետև իրոք ամենամատչելի, ամենահարմար արժեքները տրամադրում է City Mobile-ը։
Ավելացնեմ նաև, քանի որ արշավից խոսեցինք, մենք ֆլեշ մոբ ակցիա իրականացրել ենք հոկտեմբերի 12-ին Էրեբունի Երևանի 207-ամյակի կապակցությամբ։ Այստեղ նպատակը շեշտը դրել էինք մարդկանց ուրախություն պարգևելու, ինչպես նաև City Mobile անունը շատերին ճանաչելի դարձնելու համար։ Մեկնարկը տվեցինք Զվարթնոց օդանավակայանից ջութակահար աղջիկների ուղեկցությամբ, ինչպես նաև մեր ամբասադորների տղաների ուղեկցությամբ։ Զվարթնոց օդանավակայանից այնուհետև կայարան տեղավորվեցին աղջիկները ավտոբուսում եւ ամբասադորների ուղեկցությամբ ավտոբուսով նվագելով տեղափոխվեցինք մինչեւ մետրոպոլիտեն։ Նույն ֆլեշմոբ իրականացրեցինք նաեւ մետրոպոլիտենում ու արդեն մետրոպոլիտենից հետո վերջացրինք Սասունցի Դավիթ կայարանում։ Իրականում մարդկանց զարմանքը, ուրախությունը շեշտը դրել էինք այդ ամենի հիման վրա, որ մարդկանց ժպիտ պարգևենք։ Այսինքն Բացի այդ հավելեմ նաև, որ այդ օրը ժամը 12-ից մինչև 16:00 ընկած հատվածում բոլոր այն ուղևորները, որոնք պատվիրել են մեր տաքսիից, այդ օրը օգտվել են ընդամենը 1 դրամով, անվճար ա եղել։ Ու այս վարագայում, այսպես ասած, մեր նվերներ, մեր շնորհակալություններ Երևանին, իհարկե միջոցառումը իրականացվեց Երևանի քաղաքապետարանի օգնությամբ, ինչի համար եւս մեկ անգամ շնորհակալ ենք։ Քանի որ խոսեցինք փաթեթների մասին, նշեմ նաև, որ ունենք կորպորատիվ փաթեթներ, այսինքն եթե որևէ միջոցառում եք պլանավորում, հարսանիք կամ կնունկ եւ այլն տարբեր միջոցառումներ, City Mobile ունի կորպորատիվ փաթեթներ, այսինքն կարող եք պատվիրել մեքենաները եւ ձեր առիթին, ձեր միջոցառմանը անհանգստանալու կարիք չի լինի, մեր վարորդները կմոտենան եւ ինչպես հարկն է, ձեզ կտեղափոխեն այն վայրը, որտեղ գնում եք։ Այսինքն այս առումով էլ մենք բացենք, ճկունենք, մեր համակարգը շատ բաց է, թափանցիկ է եւ հաճախորդների համար ենք բաց եւ վարորդների։ Նշեմ նաեւ, որ ընկերությունը աշխատում է 24/7 ռեժիմով, այսինքն այնպես չի, որ երեկոյան ժամի եթե որևէ դեպք պատահի, չէ դռները փակում գնում ենք տուն, ոչ 24/7 հասանելիություն ունենք ու կապի մեջ ենք եւ վարորդների եւ հաճախորդների հետ։ Դանեմ կամարացի գնայ Հեյ ջան Երևան Ստալիս եմ Սիխարմյան Ռայդի բիսկրայնի Մոյ լուբիմը Երևան Հեյ ջան Երևան Ստալիս եմ Սիխարմյան Ты самый лучший Мой любимый Ереван Каждый дом, каждый прохожий Родные мне и так дороги Все пути, все дороги Ведут к тебе, мой Эребуни Город любовь, город душа Самотаны говорят сигна Эй, Джан, Ереван Столицем всех армян Երբ որ ղեկավարության ձեր շփվում էր, ասես Ձինջան, մենք ամսի 1-ից ստարտ ենք տալի, այսինքն վաղվանից։ Այդ ինչա նշանակում է, որ միջև հիմա մեր համար հանգիստ աշխատում ենք, վաղվանից կլսեք մեր մասին։ Վաղվանից կլսեք մեր մասին, վաղվանից կտեսնեք մեզ քաղաքում ամեն տեղ։ Լուրջ, ինչ եք անելու։ Սկսում ենք մեծ գովազդային արշավ, մասնակցելու են
քաղաքում շատ հայտնի մարդիկ, ինֆլուենսերներ, հայտնի դեմքեր, գովազդային արշավը լինելու շատ մեծ բանյարային, ինչպես նաև սոցիալական էջերում Facebook, Instagram, TikTok, լայն տարածում ենք ունենալու, որպեսզի մեր մասին ոչ միայն այսպես լսեն, այլ նաև տեսնեն, խոսեն ու ամբողջությամբ ճանաչեն, հասկանան ինչ է իրենց ներկայացնում City Mobile-ը, որ City Mobile-ը հայկական ընկերություն է, Հայաստանում է ու արդեն եկել է մեծ նվաճումների, այսպես ասած նվաճումների հետևից ամբողջ շուկան, այսպես ասած, առաջի դիրքերը ապահովելու համար։ ու այդքան էլ գովաց չէ, մենք ուղղակի ցույց ենք տալի, մենք ինչով ենք զբաղվում։ Որտեղից է մեկնարկում ես միանամ։ Մեր տնից կարող է գալ, որ ասում մեր տնից կարող է գակից վերցնեք, հիմա այս տարբերակն է։ Տաքսի ծառայություն կա ինձ մոտ գրանցված, բնականաբար, որ իմ քարտից բարբերաբար շատ գումար է տանում։ Ներողություն եմ խնդրում, ես դավաճանող տեսակ չեմ ընդհանրապես, բայց միշտ գնում եմ լավի հետևից, որովհետև տեխնոլոգիան շատանում է, լավերը շատանում են, Հակոբովն անել սիրում եմ միշտ լավագույնի կողքին լինել։ Ես ուզում եմ իմ հեռախոսը ձեզ փոխանցել։ Զինջան, բայց մի բան հարցնեմ, որպես վարորդ է, որպես հաճախորդ։ Հաճախորդ իհարկե, ես ինչի տերեմ որպես։ Ու նկատի ունեմ ունես պայմաններ ունենք, որ Այսինքն հավելված կա նաև հաճախորդների համար եւ վարորդների։ Այո, տարբեր ծրագրեր են, ու մեր պայմանները այնքան լավն է, որ ազատ ժամանակ ունենաք, խնդիր չկա, կարող միանաք 2 ժամ։ Շատ լավ, հիմա վարորդները եթե հավելվածը քաշել են իրենց համար, այդտեղ ինֆորմացիան է, թե գրանցվելու թեմա է։ Ամբողջ ինֆորմացիան այնտեղ է, իր տվյալները գրանցվում ու ինքը անցնում է աշխատանք։ Ընդհանրապես մեկ հպումով։ Շատ լավ, ասում եմ որպես հիմա դեռ հաճախորդ, այն որ ասնագործելս այդ վատ լինի, ես արդեն իմացա որտեղ պետք է աշխատեմ, բայց ես պաշտում, երբ որ կին վարորդներ են իմ հետևից գալիս, ինչ ունենք պակաս, որ պետք է հանրությանը ներկայացնենք, Սաղ ջան, մի բան էլ դու ավելացրու, ես գիտեմ, որ ուզում ես բան ասես, խեղդում են։ Ինչ կասես։ Ուզում եմ շեշտել վարորդների համար, որ կա բոնուսային համակարգ, այսինքն ամեն մի պատվերից ամենի վարորդը ստանում է 500 դրամ բոնուս, կապ չունի 1 կիլոմետր, 5 կիլոմետր կամ 10 կիլոմետր, այդ ամենի պատվերից ամեն վարորդը ստանում է 500 դրամ բոնուս։ Դա ստեղծել է մոտիվացիա, որպեսզի որը վարորդները աշխատեն, ասենք հոլիքը պատվերներ ունենան դրա իսկ պատճառով։ Շատ լավ, դուք շեշտեցիք, որ Վանաձորում ենք եւ Գյումրիում ենք, Արմավիրում ենք լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, բայց այս պահին հաջորդ կետը դնում ենք Արմավիրի, որ մոտորես արդեն կունենանք, մյուսս Կապանել են գնալու, այո, ու արդեն կսկսենք տարածվել, ընդլայնվել ավելի շատ։ Շատ լավ, չգիտեմ ինչ ինձ թվում է մինչև տարվա վերջ ես ունեմ արդեն։ Քյանել է հասա պետք է ես անեմ, հասկացա։ Դա նշանակում է, որ մինչև տարվա վերջ կարող եմ մի նորություն էլ ավելացնեք, չգիտեմ, մի թեմա, որ հիմա ես ավելացնեմ Զինա ջան, ուրեմն նոյեմբերի 1-ից ունենալու ենք նոր յուրահատուկ ձևաչափ, որ մեր երկրում ես չեմ տեսել, չգիտեմ կա թե չէ, բայց ես չեմ լսել։ Կարող եք չակերտ բացել։ Ունենալու ենք City Mobile Junior, որը նախատեսված է հենց երեխաների համար։ Լուրջ։ Այո։ Այսինքն երեխայի տեղափոխության համար մեքենայի մեջ լինելու է մանկական նստատեղ, լինելու է ահավոր հոգատար վարորդ։ Դա եկել բոլոր պայմանները, այո, բոլոր պայմանները ապահովում ենք, որ եւ ծնողը հանգիստ լինի, վստահ լինի, որ իր երեխան ապահով A կետից կարող է տեղափոխվել B կետ։
Ամսի 1-ից արդեն Նոյեմբեր։ Այո, նոյեմբերի 1-ից արդեն վաղվանից բոլոր ծնողները կարող են հանգիստ օգտվել տվյալ ծառայությունից։ Իսկ լինում է դեպք, որ դուք միանգամից ոչ թե որ A կետից B կետ մի ամբողջ ամսվա փաթեթ եք ունենում եւ առաջարկում եք ծնողին։ Կմտածեք դրա մասին։ Դեռևս չունենք, բայց պլաններում կան, իհարկե։ Ինձ նման մարդիկ շատ Մենք կլինեն, նրավարենք, որ մեր երկրում մեր ժողովուրդը ունենա մատչելի, հարմարավետ տեղափոխվելու տարբերակ։ Հիմա մենք այդ ենք անում, եկել ենք Հիանալի է։ Ես կներեք, բայց պահանջելու եմ ձեզանից տարվա վերջ, եթե նորություն լինի, առաջին ինձ մոտ լինի, ղեկավարությունը այդպես եմ պայմանավորվել, ինձ ճանաչողները գիտեն էգոիզմ շատ ուզում եմ առաջին ինձ մոտ լինի, որովհետև իմ ընկերներին չգիտեմ ինչու, եթերից հետո ես եթե չեն դիտում դե բնականաբար վատ ժամ է նրանց համար աշխատում են, իսկ ովքեր որ կիսատ են հետևել, մի նեղվեք վաղը 13:00 կրկնությամբ արդեն կարող եք տեսնել եւ վաղը նոյեմբերի 1-ին նրանց երևի թե ես վստահ կարող եմ ասել ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաեւ շրջաններում շատերը կտեսնեք ունեն օրիգինալ շատ սիրուն իմ սիրած գույներով դիզայն հավելված է հենց հիմա App Store-ով կարողանում եք քաշել City Mobile եւ գինն է բավականին մատչելի որակով հասկացաք վարորդներ ունենք աշխարհը ունի ինչի մասին ես ամենաշատն եմ տառապում եւ պաշտում եմ այն վարորդներին ովքեր որ ինձ ճանաչում են եւ ուզում են կրկնակի կոմֆորտ քեզ համար ապահովեն Ձինա ջան որ երաժշտությունը sense վստահ եմ տենց վարորդներ կունենաք որովհետեւ ես հիմա տուն եմ պատրաստվում գնալ City Mobile-ով իդեպ չեմ զլանա ես ձեզ ցույց կտամ թե ինչպիսին է հենց հիմա եթերից հետո եթե իմ story-ին հետևեք իսկ ես ձեզ շնորհակալ եմ լավ գործի համար ղեկավարությանը շնորհակալ եմ ճիշտ ինֆորմացիայի համար դուք որ խոսում եք դուք ինձ մոտ տաղավարում հենց հիմա ասենց ասեմ ոչ PR մենեջեր տնօրեն եք ոչ էլ ամբասադոր ձեր աչքերը փայլում են որ եկել ենք էլի եկել ենք լավ բան ենք բերել իսկ մենք լավ ինչ որ երևույթի հիմա կներեք կարոտենք։ Այնպես որ City Mobile-ի մասին եթերից ճանաչեցիք վաղը 13:00 կրկնություն մի քանի ժամ հետո YouTube-ում կարող եք գտնել եւ իհարկե հատուկ Reels-եր, որը նախապատրաստվում է, բայց հենց հիմա դուք կարող եք ներխուժել ուղակի նրանց Instagram-յան էջ ամբողջ ինֆորմացիան կա, սիմպաթիչնի տղաները յուրաքանչյուր քայլը գովազդում են յուրովի տարբերակով, իսկ ես վստահ կարող եմ ասել նրանց շատ շուտով բոլոր հեռուստաընկերությունների մասին խոսելու են։ Շնորհակալ եմ ձեզ լավ գործի համար։ Մենք ենք շնորհակալ։ Իսկ այսքանից հետո ասեմ, որ լավ տրամադրությամբ հույսով եմ լավ վարորդ հենց գալու նկարով կնայեմ եւ անունը ազգանունը կֆիքսեմ։ Հաջողություն եմ ձեզ մաղթում միմիայն հանդիպելու ակնկալիքով City Mobile ընկերության լավագույն դեմքերն են ինձ մոտ տաղավարում եւ ձեր Ձինա Ակոպովնան ինձ փնտրեք բացառապես 21 TV եթերում բարինը ձեզ